Բարև ձեզ, շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 191 TV YouTube դանալիքում։ Եվ այսօր, ինչպես տեսնում եք, մեզ կրկին հյուրընկալվել է մեր շատ լավ ընկեր, թուրքագետ, ցեղասպանագետ եւ պատմական գիտությունների տեխնացու Անի Ոսկանյանը։ Ողջույն ջան, շնորհակալություն կրկին մեզ հյուրընկալվելու համար։ Ողջույն, շատ շնորհակալ եմ, շատ ուրախ եմ նորից ձեր տաղավարում լինել։ Ինչպես հիշում եք, մենք նախորդ մեր Անի հյուրընկալության ժամանակ այստեղ քննարկում ենք Գրիգոր Զոհրաբին եւ իր գործունեությունը, հասարակական գրական գործունեությունը, մենք պայմանավորեցինք, որ հաշվի առնելով, որ շուտով ցեղասպանության զոհերի հիշատակի տարելիցն է, մենք եւս մեկ առանձին թեմա անենք, հենց ում ցեղասպանության թեմայով, ու այսպես ասած որոշել ենք այս անգամ կրկին մի քանի աշխատություն առանձնացնել, որոնցից առաջինը, որպես գեղարվեստական աշխատություն, որը կապ ունի այդ իրադարձությունների հետ, դա Գուրգեն Մահարի այրվող այգեստաններն է։ Անի ջան, ես խոսքը փոխանցեմ քեզ, անդամ կարող ներկայացնել գիրքը, հետո արդեն ճիշտ է մնացած գրքերն ներկայացնես, որ ճիշտ է։ Մահարից բացի մենք խոսելու ենք նաև ցեղասպան 15 թվականի իրադարձությունների ցեղասպանության արտացոլումը մամուլում եւ Երուսաղեմի հայոց պատրիարքանում արխիվներում, այսպես ասած, հավաքված ողջ փաստագրված նյութերի մասին, ընդհանրապես արխիվների մասին, մամուլի մասին եւ արխիվների ու մամուլի կարեւորության մասին ցեղասպանության ուսումնասիրության թեմայի շրջանակներում։ Ուրեմն Գուրգեն Մահարու այրվող այգեստաններ գիրքը այսպես մեկ անգամ եւս վերընթերցելուց հետո հիմա երևի ավելի հաստատ կարող եմ ասել, որ պատմական իրադարձությունները լուսաբանելու համար, պատմական իրադարձություններից խոսելու համար բոլորովին չարժի մնալ գեղարվեստական որևիցե մի ստեղծագործության տպավորությունների ներքո եւ այդ ընդհանրապես պատմությունը, համաշխարհային պատմությունը քննարկել գեղարվեստական ստեղծագործության մեջ այդ պատմական ժամանակաշրջանում արտացոլված դեպքերի զարգացման ֆոնի վրա։ Ամենևին, որովհետև Գուրգեն Մահարու գրքի հետ կապված բավականին հետաքրքիր պատմություններ կան, բոլորս գիտենք, գիրքը ինչ դժվարությամբ է ընդունվել, անգամ չի ընդունվել, գիրքը անգամ այրել են եւ նետել հեղինակի երեսին եւ այստեղ ասենք որ մասնագետի աչքով ընթերցելուց հետո արդեն ընկալելի է դառնում, թե ինչու համար կարող էր մարդկանց մոտ առաջանալ այդ զայրույթը։ Ամենևին չքննարկելով, ասենք, թե Մահարու որպես գրողի կերպար, այսինքն կասկածի տակ չդնելով Մահարուն իր որպես գրող, արվեստագետ, գիրքը որպես վեբ, բայց պատմական իրադարձությունները, այսինքն այնինչ տեղեր ունենում Վանում 1915 թվականին եւ այն մարդիկ, ովքեր որ ստանձնել էին Վանի ինքնապաշտպանության մարտերի ղեկավարումը եւ կարողացան են հաջողությամբ հասցնել իրենց հաղթական ավարտին, ամենևին չի առնչվում գրքում արտացոլված իրականության հետ եւ դա լրիվ այլ պատմություն է։ Ուրեմն ինչ էր Վանը 1915 թվին եւ Վանի ինքնապաշտպանության արժեքը որն էր։ Նախ այստեղ հետաքրքիր է, որ անմիջապես կարող ենք հենց կապել մամուլի հետ, որովհետեւ 1915 թվականի մամուլը երբ որ ուսումնասիրում ես, արդեն Վանի հաղթանակից հետո, իսկ դրան զուգահեռ արդեն սկսվել էր հայերի տեղահանությունը եւ Վանում մարդիկ կարողացան վերապրել ու փրկվել, որովհետեւ դիմեցին ինքնապաշտպանության եւ հասցրեցին իրենց հաղթական ավարտին, բայց այդ ինքնապաշտպանության արձագանքները մարդկանց ապրեցնում էր գաղթի ճանապարհին, այսինքն հայրը տեղահանվել էին Արևմտյան Հայաստանից, հայկական նահանգներից, Օսմանյան կայսրության մյուս հայաբնակ վայրերից հստակ մշակված երթուղիներով նրանց ճանապարհին սպանվելով, խոշտանգվելով պատմությունները բոլորս գիտենք այդպես։ Չմանրամասնեմ, նրանց տանում էին համակենտրոնացման ճամբարներ, որտեղ նորից պետք է տեղի ունենար արդեն իսկ այդ երթուղիներից ողջ մնացած հայերի սպանդը, նրանք ապրում էին Վանի ինքնապաշտպանության մասին իրար պատմելով։ Ու այդ ճանապարհի ընթացքում թե մամուլը հատկապես արձանագրել է, թե ինչպես են հայրը ասում։ Գիտես հայրը Վանում հաղթեցին, գիտես հայրը Վանում ապրեցին եւ դա շատ կարեւոր է այդ ճանապարհը անցնելու համար։ Ու ինչն է հետաքրքիր։ Այսինքն ես մի հատ բան անեմ, այսինքն ցանկացած ազգի գոյատևման համար պարտադիր պայմանը հաղթանակները։ Անշուշտ։ Եթե ազգը ամբողջությամբ պարտության վրա է կառուցում, ինքը բարելակվում է։ հույսն է կողմնելու, այսինքն միտեղ ինչ որ
հաղթանակ եղավ, այսինքն տեսա։ Մեր եթե զուգահեռ անցկացրենք այսօրվա հետ կապված, էլի մեզ պարտադիր պետք են Հաղթանակներ։ առանց հաղթանակների իմանալու, եթե վերաբերում է սպորտին, սպորտում էլ կամ արվեստում էլ կամ օլիմպիադաներ, որ մասնակցում են մեր հայերս, Դա ողջևորում է։ դա մնացածներին շատ հետաքրքիր դիտարկում էր, բայց արի մի բան էլ ասեմ, որ բանի հետ կապված իր պաշտպանություն մահարուն, չնայած իմ բարեկեցունի մահարին, որ այդ թեմաներ ընդհանրապես մի քանի թեմաներ կան, որ զարմանալիորեն նույնիսկ անկախությունից հետո շատ քիչ է եւ մեր գիտության մեջ արձանագրվել եւ ուսումնասիրվել, շատ քիչ ուսումնասիրված։ Ի տարբերություն ցեղասպանությունից, օրինակ 37 թվի բռնաճնշումները ես հազվադեպ տեղեր եմ տեսել եւ հոդված եւ գրականություն, իսկ մահարու մեծությունը նա էր, որ ինքը նաեւ գեղեցիկ պատի իր կնոջ միջոցով, որ ինը լինելով լիտվացի, ինքը նույնիսկ մահարու մահից հետո ինքը չքավորությամբ ապրեց Հայաստանում, մենակ թոշակով 15000 դրամ թոշակ էր ստանում, ինքը շարունակեց այդ պայքարի ոգին։ Սիբիրում են ծանոթացել մահարու հետ։ Կինն ու մահարին, ու ինքը այդ պայքարի ոգին, որ ինքը հայերին ցույց էր տալիս, որ այն դեպքում դու պատկերացեք, չլինելով հայ, այն պարագայում, որ Հայաստանից ահռելի մեծ արտագաղթ էր, կինը մահից հետո էլ ինքը մնաց, ասեց ես իմ ամուսնու հիշատակը պահելու համար, եւ տանը մի սենյակում էր ապրում, եւ մի քանի պատմություններ կան, որ տարին մի անգամ էր իր տան լույսը վառում, այնը նոր տարու օրը, մեկ էլ բանը մահարու ծննդյան օրը, մնացած օրերը, որ փող խնայի, ինքը լույս չէր վառում, ու տան մի սենյակում էր ապրում, փոքր, մյուս սենյակները թանգարան էր դարձել մահարու համար։ Այսինքն ինքը լրիվ ուրիշ կերպար էր, մենք հիմա գրական գործին չենք անդրադառնում, բայց անդրադառնում պայքարի ոգին, որ մարդը ինքն իրան պետք է հաղթահարի, ազգին պետք են այտենց պայքարող կամային տեսակներ։ Իդեպ մեկ հենց նոր մի ուրիշ միտք էլ առաջացավ, որովհետև մահարու գրքում, ասենք այդ հայի շատ հայերից ինքը բացասական կերպարներ է կերտել, այսինքն ինքնապաշտպանության առաջնորդներին չանդրադառնանք, դրա մասին առանձին խոսեմ, ասենք բուն Վանում ապրող հասարակ հայր այդ աղան, Հովհաննես աղան եւ նրա եղբայրները, ընդհանրապես մնացածները, այսինքն այստեղ նրանց բացասական գծերի առաջ բերումը, դրանց քննադատությունը իդեպ դա քաջություն է պահանջում եւ շատ կարեւոր է քննադատական մոտեցումը, այսինքն մեզ ոչ իրոք գրողը պետք է ունենա որոշակի քաջություն, որպեսզի կարողանա սեղանին դնել մի գիրք, որտեղ ոչ առաջ է բերվում, քննադատվում է, նույնիսկ ծաղրաբար է ցուցադրվում շատ ու շատ բացասական գծեր, դա էլ է ինքնաճանաչողության միջոց։ Ու այսօր, երբ որ մենք հիմա կանգնացենք առավելապես այս ցեղասպանության թեման, եթե նորմալ ժամանակներում հենց դա էլ սպասում են մտավորականությունից, նաև այսօր ներողություն, նաև այսօր, այսինքն երբ որ դու կանգնած ես ինչ-որ մի շատ կարևոր կետում եւ քեզ համար ոչ շահեկան կետում, այստեղ շատ կարևոր հանգամանք է ճշմարտության հետ առերեսվելը եւ տեսնել սխալները, հստակ տեսնել սխալները, ընդունել սխալները, խոսել սխալների մասին, որովհետեւ այո, մեզ պետք են հաղթանակներ, մեզ պետք են հերոսներ եւ այստեղ կարող են գալ հենց Արամ Մանուկյանի կերպարին, որը ոչ այդ բանի միայն Արամը չէր իհարկե, այսինքն բայց հետո Արամի հաջորդ գործունեությունն էլ, այսինքն առաջին հանրապետության հիմնադրման գործում Արամ Մանուկյանը ինձ համար բացառիկ քաղաքական գործիչներից մեկն է, ասենք ես անվերջ կարող եմ խոսել Արամի մասին, հիմա շատ չխոսեմ, հենց այդ կերպարի արծարծումն էլ, այո, մեզ պետք են Արամի նման կերպարներ, այսինքն այդ մասին խոսելը, բայց միևնույն ժամանակ առերեսումը ճշմարտության հետ, առերեսում քաջություն ունենալ սխալները տեսնել, սխալների մասին գրել, քաջություն ունենալ դավաճանների մասին գրել, օրինակ հիմա ես անդրադառնամ այլ կերպ էի ուզում սկսել Երուսաղեմի Հայոց Պատրիարքանի արխիվների մասին խոսել, բայց քանի որ այսպես խոսքը կառուցվեց, արխիվում պահպանված են հայ դավաճանների ցուցակները։ Հայ ոճրագործների ցուցակների հետ միասին, երբ որ Պատրիարքարան այդ ատյանների համար 1919 թվականին, երբ որ դատավարությունը սկսվեց պատերազմների, մեղավորների պատերազմական այդ
ատյանները հենց Օսմանյան կայսրությունը տրիբունալները կազմակերպեց եւ պատրիարքարանը արդեն ստեղծել էր իր մարմինները հիմնական տեղեկատու դիվանը, որը փաստահավաքչական լրջագույն աշխատանք է իրականացրել եւ կարողացել է հավաքել այդ բոլոր փաստերը, հայերը ոչ միայն այդ շրջանակում, այլև հենց այդ երթուղիների ժամանակ, այդ քարավանների ժամանակ հենց համակենտրոնացման ճամբարներում հերթիկների վրա ձեռագիր գրում էին ոչ միայն ոճրագործների անունները, որոնք տեղական կառավարության ներկայացուցիչներ էին, թեշքիլաթմասուսային ներկայացուցիչներ էին, կենտրոնական կառավարության, այլ նաև հայ դավաճանների անունները։ Եվ այո, մենք պետք է կարողանանք խոսել դրա մասին, մենք պետք է բարձրաձայնենք դրա մասին, որովհետև ինքնամաքրման ճանապարհը հենց ինքնաճանաչողությունն է, որովհետև չենք կարող ստի վրա կառուցել ու ստեղծել մի բան, որը նորից մեզ հետո կբերի եւս մեկ փլուզման։ Եվ այդ տեսանկյունից գրքում այդ բացասականի առերեսումը շատ հետաքրքիր է։ Բայց միևնույն ժամանակ նաև շատ կարևոր է վեր կանգնել անձնական պատկերացումներից, միգուցե նաև անձնական ընկալումներից պատմավեպ գրելու համար, եթե սա կարելի է պատմավեպ համարել գրական ստեղծագործությունների մեջ, եւ հատկապես առաջնային գլխավոր կերպարներ ստեղծելու գործում մեծ ուսումնասիրություն կատարել փաստական նյութին, այսինքն ինչ կա իրականում, եւ այդ կերպարներին ստեղծել ավելի հստակ, որովհետև ցավոք սրտի շատ ու շատ մարդիկ գաղափար են սկսում կազմել ստեղծագործական օգտվեն, հա, որովհետև մարդը հիմա մանավանդ այս ժամանակներում մարդիկ գիտական աշխատություններ հիմնվում են մի հատ հոդված իսկ ավելի շատ է ֆիլմեր, սերիալների վրա, լավագույն դեպքում գրքեր, հա, եթե բանանենք, համաշխարհային բանանենք, տարօրինակ է, որ Exit-ի վերջին ելույթը, որ ամենայ պաշտպանության նախարարը, որ բառ անում Pulp Fiction-ից ֆրագմենտներ ասում, որ աստվածաշնչի հետ ընդհանրապես կապ չունի, այսինքն Տարանտինոյի բանը, ստեղծագործությունը որպես աստվածաշնչ։ իր անկալում առաքյալաշուտ այդ ֆիլմը միջոցով։ Դրանով ցույց է, որ իրենք չեն խորամուխ չեն լինում բաներին։ Ու շատ հետաքրքիր մի հատ թեմա է, շարունակենք բանի հետ կապված, որ Թուրքիան ոնց է պատմություն ստեղծում։ Այդ պատմությունը հորինում, նոր պատմություն հորինում ու իր թուրքի կերպարը որպես տենց ավելի բարձր ու նաև Ադրբեջան ինչպիսի կերպար է ստեղծում ու ինչպես է ինքը հային որպես ազգ, որպես մարդ ինքը այդ ստեղծված այդ սերիալների մեջ, այդ իրանց երգերի մեջ տարբեր, այսինքն մշակութային ամեն ինչ գրականության մեջ ոնց է ոչնչացնում։ Ու ինչն է հետաքրքիր, հատկապես այդ ֆիլմերում հնչող երաժշտությունը, դե գիտենք այսօր ինչպիսի լայն արտադրական ծավալների են հասել թուրքական սերիալները եւ ինչպիսի լայն սփռում ունեն ու միաժամանակ քանի լեզվով են նրանք թարգմանվում, արագության մեջ թարգմանվում եւ ցավալիորեն արձանագրում ես, թե YouTube-յան յուրաքանչյուր սերիայի, որը 2 ժամը գերազանցում է, դիտումը գերազանցում է միլիոնները տարբեր լեզուներով, դա իսկապես ու այդտեղ ասենք ոչ միայն հայի կերպարի խեղաթյուրում ոչնչացում, այսինքն բացարձակ ուրիշ թուրքական միջավայրի ստեղծում, իրականության հետ աղերս չունեցող պատմական այլ կերպարների ստեղծում, պատմության սրբագրում, խմբագրում եւ այդ ամեն ինչը հաճախ ուղեկցվում է հայկական երգերով ու երաժշտությամբ, բնականաբար թուրքական բառերով, ներկայացվելով որպես թուրքական մշակույթի մաս, ու երբ որ արդեն դու լսում ես ոչ միայն մասնագիտական ականջով, այլև հայ մարդու ականջով, ուղղակի ասում ես լավ, ինչի համար է տարվում մեր աչքի առաջ այսպիսի լուրջ աշխատանք, այսինքն արդեն ասել սարսափում ես, վախենում ես, չի կարելի, թույլ է, իրավունք չունենք այլևս նման բաներ ասելու։ Այսինքն մենք հիմա պետքա տանք հստակ մասնագիտական գնահատականներ եւ պետքա հասկանանք ինչու մենք չենք հակազդում, ինչու մենք չենք ստեղծում այնպիսի մեխանիզմներ, այսպիսի հարցացումներ, բայց իրենց կավաբան դատապետեն, բայց մի հատ այսպիսի։ Իսկ եթե ավելի օբյեկտիվ լինենք մի փոքր մենք, եթե մենք ընդհանրապես ուժ չունենք դիմակայելու այդ ահռելի հարվածներին, մեր խնդիրը որը պետք է լինի։ Ես այսինքն քանը չմեղադրենք, ուղղակի ուժ չունենք, ահռելի ռեսուրս չունենք, ուժ չունենք։ Իսկ արդյոք չունենք։
Ուրեմն ես շատ էի լավ էր որ այս հարցը տվեցիք։ Ուրեմն մեզ անընդհատ հատկապես վերջերս ներշնչում են, որ չենք կարող ունենալ։ Իսկ ցեղասպանության հիմնական եւ գլխավոր պատճառներից մեկը այն է, որ մենք ունեինք։ Եթե չունենայինք, մեզ չեն ոչնչացրել խեղճ եւ տկար լինելու համար, մեզ ոչնչացրել են հարուստ եւ հզոր լինելու համար։ Ոսկոր իրանց կոկորդին լինելու։ Այսինքն մենք այստեղ բոլորովին չենք վիճարկում Օսմանյան կայսրության պետական համակարգը, այդ պետության մեծությունը, այդ պետության դիվանագիտական կապերը, այսինքն այդ ամեն ինչի մասին չի խոսքը ուրիշ բանի մասին է, ով էր հայ Օսմանյան կայսրությունում, ինչի էր կարողացել հասնել հայ Օսմանյան կայսրությունում, ինչ ռեսուրսի էր տիրապետում եւ ամենակարևորը որտեղ էր ապրում հայ Օսմանյան կայսրությունում։ Այս միտքը շարունակելով, այսինքն նշանակում է, եթե այսօր նույն Ադրբեջանը կամ Թուրքիան շարունակում են ծավալապաշտական իրենց քաղաքականությունը, որքան էլ է տրաֆալետային ինչ-որ հայտարարություններ դնենք մի կողմ, հա, ռեալեն ինչ մենք եկել դες։ Նշանակում է վտանգ զգում են։ Անշուշտ։ Եթե մենք հետ ենք գնում 100 տարի, նշանակում է վտանգ կա։ Իսկ եթե վտանգ կա, նշանակում է մենք առնվազն ինչ որ մի բանի կարող ենք։ Հենց այդ Գուցե ոչ այնքան ինչքան կուզեինք։ Այս վերջերս մի զրույցի մասնակցեցի։ Էլի գործող դիվանագետներն էին խոսում, մի քանի գործող դիվանագետներ էին։ Մի հատ միտք հնչեց, որ մենք իհարկե հրաժարվել ենք մեր որոշակի սկզբունքներից, բայց ցավալիորեն Թուրքիան ու Ադրբեջանը ոչ մի միլիմետր ոչ մի գծից չի հրաժարվել։ Այո։ Այս է տարբերությունը։ Ես որևէ խնդիր չունեմ, եթե դուք հավասարապես ինչ որ մենք հրաժարվում ենք իրանք հայելային հետ քաշում են, ձևի հայելային մենք փորձում ենք բանանել որոշակի չքննարկենք ասի հանուն խաղաղության, բայց պետք է դիմացի կողմը հակառակ դեռ ավելի ուժեղացրել, որովհետև այն դաշտը որ մենք ենք հետ տվել, իրանք այդ նույն դաշտը հաստատապատիկ ուժեղացրել։ Մենք ուղղակի հանուն ժամանակի ենք զիջում։ Մենք ժամանակ ենք ձգում, ժամանակ ենք շահում։ Մենք չենք շահում, բայց կոնկրետ իշխանություններն են։ Կոնկրետ հա։ Երկարաժամկետ հեռանկարում Հայաստան պետությունը կորցնում է։ Դուք վերականգնելու համար սարսափելի մեծ բաներ եք պետք։ Աստանյակներ եթե ուժավոր։ Չես կարա վերականգնել, որովհետև եթե դու այսօր արդեն զիջեցիր, պատմական որևէ մի հաստար, հետո դրա համար քեզ հաղում են անելու ինչպես իրականում եթե հիմա խոսում ենք Խոջարուի ջարդերից, մեր հիմնական այսպես կոչված ջարդերից, մեր հիմնական քաղաքականն է, որ Ղարիբովն էր հայտարարում, որ ներքաղաքական նույն ադրբեջանցիներն են կազմակերպում։ Հիմա եթե մենք հրաժարվում ենք մեր ամեն ինչից, եթե հակում են անելու մեր իշխանություններին, իրանք չեն անում գաղտնիքի վրա։ Այդ դեպքում է մի հակափաստարկ։ Իսկ եթե օրինակ հաջորդ իշխանությունը 5 տարի, 10 տարի, 20, 50-ական չի երբ կան եւ քաղաքական գնահատական դանի տեքստերին։ Դու համաշխարհային դատական ասպարեզում դու չես կարող ասել։ Նայ, այստեղ հիմա անին գիտականորեն ավելի լավ կլինի, բայց Թուրքիան Աուրամյակի դիվանագիտական պատմության մեջ ինքը իշխանություն այդպեսին գոյություն չունի։ Ինքը հաջորդականություն է, ինքը նայում է որպես պետություն, ինքը չի ասելու որ իշխանություն ընդդիմություն, քաղաքացիական ինքը հղում անելու ու Հայաստան ինքը չի նայում քեզ որպես մեծ այսօր ժողովրդի ընտրություն լավ։ Ժողովրդի ընտրություն այս պահին է, սա վերջինքը։ Չես կարող սրբագրես քաղաքական քաղաքական գնահատականը ընդհանրապես գիտական որևէ արդյունք չի ունենալու հետագայում։ Ոչ միայն հետագայում, ուրեմն տեսեք, այսօր Ադրբեջանում մեծանում է մի սերունդ, մանկապարտեզից սկսած, իրանք կերտում են դաժան ագրեսոր ջարդարար հայի մի կերպար, որը սերունդը կենթանի հայ չի տեսել։ Հա, ասենք, այսինքն կոնկրետ քարոզչություն է տեղի ունենում եւ այդ կոնկրետ իսկ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության օրենքն այլ քարոզչություններ տեղի ունենում, այսինքն հային դիմազրկելու դա օգտագործվելու է ի օգուտ Ադրբեջանի պետական շահի, անշուշտ իրենք գիտեն ինչի համար են իրականացնում այդ քարոզչությունը եւ այդ մեծացող երեխան բնականաբար դառնում է пассив զենք է դառնում պետության ձեռքին, ինքը արդեն ամբողջությամբ ձևավորված է եւ իրան ցանկացած պահի կարող են ուղղել մեր դեմ։ Այդ քարոզչության այդ մեխանիզմները շատ կարեւոր են, այսինքն ու ինչա ընկալում, այսինքն հայ երեխան մենք միշտ օրինակ թե մեր դպրոցական դասագրքերը, այն դասագրքերը, որոնցով որ մենք անցել ենք,
Ուրեմն մեր դասագրքերը բավականին ոչ փորձում եմ հիմա ճիշտ բառ օգտագործեմ, բնականաբար պատմել են, այսինքն ներկայացնում են, բայց ասենք իրենք մեզ չեն թունավորում մեզ, այսպես ասեմ, չեն թունավորում մեզ, բայց մենք ունենք հրաշալի մասնագետներ, հրաշալի ուսուցիչներ, օրինակ իմ վրա մեծ ազդեցություն են ունեցել իմ դպրոցի ուսուցիչներ, ասենք իմ հայոց լեզվի ուսուցչուհին, իմ պատմության ուսուցչուհին, սկզբում ուսուցիչ էր, տղամարդ էր, հետո, այսինքն իրենք կարողացել են ստեղծել, այսինքն այդ մանկական այդ բանի մեջ այնպիսի մի կերպար, որին դու կարողանում ես ճիշտ գնահատել, այսինքն մենք այստեղ Թուրքին հենց գնահատելու խնդիրը ունենք, եկած սպառնալիքը տեսնելու խնդիրը ունենք, ես չեմ ուզում, այո, մեր սերունդները մեծանան կույր ատելությամբ, որպեսզի չունենան վերլուծելու եւ հասկանալու ոչ մի ընդհակառակը, ես ուզում եմ, որ մեծանա պատմությունը լիարժեքորեն իմացող իրավիճակին տիրապետող մի սերունդ, որը որ վերլուծելու ունակություն ունի ու հասկանում է ինչպիսի սպառնալիք է իրենից ներկայացնում թուրքը, եթե դու չես կարողանում համապատասխան մեխանիզմները մշակես թուրքի հետ հարաբերվելու ժամանակ, եթե դու այդպես մտածում ես, որ ինքը հարևան է, որ իսկապես ուզում է խաղաղ գոյատևել քեզ հետ, թուրքը չի ուզում խաղաղ գոյատևել քեզ հետ, թուրքը երբեք չի հրաժարվում իր ծրագրերից, ոչ մի վարքյան նա հետ չի քաշվում հայրին վերջնականապես ոչնչացնելու ծրագրից, ինչը արեց Քեմալ Աթաթուրքը հայոց ցեղասպանությունից հետո, այսինքն ինչու տեղի ունեցավ արշավանքը Արևելյան Հայաստանի նկատմամբ, որովհետև այդ պետությունը իրականացրել էր ցեղասպանություն, ինքը հասկանում էր ինքը ինչպիսի մեծ հանցագործություն է իրականացրել եւ ինքը վերացնում էր այդ հանցագործության ոչ միայն ականատեսներին, այլև հայցի տերերին, որոնք հետագայում պետք է պահանջ ներկայացնեն, այսինքն հանցագործը վերջնականապես մաքրում էր իր հանցագործության հետքերը։ Իսկ ստեղ ես մի հարց ունեի, տես հիմա այս խոսույթը սկսել է շրջանառվել, չէ՞, որ մենք այդ անցյալը ոնց որ թողնենք անցյալը, որպեսզի դա չխանգարի մեր ներկա պրագմատիկ քայլերին։ Եթե նույն ցեղասպանության այդ պահանջը հակասում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, առնվազն ըստ իշխանական ռոպագանդային, չեմ քննարկում աշխնով կեղծ եւ այլն, այսինքն սա կետերից մեկն է, թե ինչու պետքա չհամաձայնվել դրան, որովհետեւ եթե մենք գնում ենք դրան, եթե մենք մոռանում ենք այդ անցյալը, մենք վերանում ենք հայցվորի կարգավիճակից, մենք դուրս ենք գալիս պահանջատերի կարգավիճակից, Փաստորեն տեսեք, այստեղ մի փոքր այս կողմից գանք, ասենք հիմա մենք երեքով խոսում ենք եւ եթե այս ամեն ինչը բերվում է խաղաղության եզրույթի մեջ, մեզանից ոչ մեկը պատերազմ չի ուզում։ Ընդհանրապես ոչ մի նորմալ մարդ պատերազմ չի ուզում։ Եվ պատերազմը հարցերը լուծելու լավագույն տարբերակը չէ, այսինքն այն որ մասնագետները եւ ոչ միայն մտահոգ անհատները մարդիկ բարձրաձայնում են այդ հարցերի մասին եւ նշում են այդ հարցերի կարեւորությունը, մեկը միշտ պետք է մարդկանց բացատրել, որ դրանք պատերազմի կոչեր չեն, ոչ մեկը չի ուզում պատերազմ, բայց այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա, այսինքն դու ինչն ես մոռանում եւ մոռանալով ինչն ես զիջում եւ արդյոք այդ զիջման համար դու ավելի մեծ պատասխան չես տալու, որովհետեւ հակառակորդը թշնամին բոլորովին չի գնում որևիցե մի զիջման։ Ընդհակառակը, այսինքն տեսեք, հայոց ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում այդ պետության մեջ ապրելով, ունենալով այդ պետության, այսինքն ղեկավարող կողմը թուրքերն էին, Օսմանյան կառավարությունը, հայերը հպատակ էին Օսմանյան կառավարությունը, ճիշտ է ունեին իրենց ազգային իշխանությունները, այսինքն պատրիարքարանը, այդ պատրիարքարանին կից ժողովները եւ այլն Օսմանյան պարլամենտի հայ падգամավորներ, այսինքն հայ հասարակական քաղաքական գործիչներ, քաղաքական կուսակցություններ, այսինքն տարբեր կառույցներ, որոնք առաջ էին տանում, իսկ խոսում էին հայերի ծանր վիճակի մասին, հայերի կեղեքվող վիճակի մասին, հայերի հողային գրավումների մասին, այսինքն այն բոլոր խնդիրների մասին, որը որ ուներ Օսմանյան կայսրությունում հայը, այսինքն ինքը ամենօրյա հալածանքի էր ենթարկվում, բոլոր առումներով էր հալածանքի ենթարկվում։ Եվ մեր ազգային գործիչները քաջություն ունեն, ոչ միայն քաջություն, իրենք դա քաջություն չէին համարում։ Դա իրանց ամենօրյա աշխատանքն էր։ Հենց մեր խնդիրը նաև խնդիրներից մեկը դա է, որ մենք
Մասնագիտական դաշտում դա հայտնի է, բայց երևի նման զրույցները շատ-շատ են հարկավոր տարբեր մասնագետների կողմից, որպեսզի մարդիկ հասկանան, որ գոյություն ունեցել մարդիկ, ովքեր ամենօրյա պայքար են տարել հայկական հարցի հետ կապված, հայկական շահի հետ կապված, այդ գիտակցումը եղել է։ Վերջապես, ասենք, մենք կարող ենք խոսել Պողոս Նուբարի կերպարից։ Մարդը շատ կարևոր մի բան, որը մեր դասագրքերում կա, բոլորս գիտենք, բայց այդ մասին չի խոսվում։ 1914 թվականի բարենորոգումների ծրագիրը, այսինքն Օսմանյան կայսրությունը, Օսմանյան կառավարությունը համաձայնվեց պաշտոնապես փաստաթուղթ ստորագրեց, որ Հայաստանում տեղի ունենան բարենորոգումներ եւ այդ եվրոպացի կառավարիչները պետք է գային եւ այդ բարենորոգումների ծրագիրը իսկապես գործի դրվեց։ Իսկ արդյոք ուզում էր դա անել Օսմանյան կայսրությունը? Իհարկե չէր ուզում։ Եվ իր, այսինքն ուշադրություն շեղելու ոչ միայն ուշադրություն շեղել, ուրեմն սրա մասին մենք չենք խոսում։ Սա հայ դիվանագիտության կարևոր հաղթանակներից մեկն է։ Այսինքն մեզ պետք են իրոք այդ հաղթանակները։ Պողոս Նուբարը, քանի որ ինքը դեռևս 1912 թվականից ազգային պատվիրակության նախագահն էր եւ գտնվում էր Եվրոպայում, այդ պատմությունը գտնվում էր Եվրոպայում եւ այդ աշխատանքներն իրականացնում, հանդիպումներ ունենում եվրոպական տարբեր քաղաքական գործիչների հետ, հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդ Սուրենյանցն նրան այդ լիազորությունները տվել եւ գործուղել ռուսական կայսրության դիվանագիտական կորպուսի հետ, այսինքն լուրջ եւ քայլ առ քայլ աշխատանք էր տարվում եւ այդ աշխատանքը ունեցավ իր պտուղը։ Ասենք մենք նաեւ բանը չգիտենք մի կարևոր հանգամանք, այսինքն շատ մարդիկ չգիտեն, կարծում եմ արժի այսօր այդ բոլորս գիտենք Սան Ստեֆանոյի պայմանագրի մասին, բայց ոչ մեկը չգիտի, որ Սան Ստեֆանոն Արվարձանը քչերը գիտեն, այսպես ասենք, Արվարձանը Կոստանդնուպոլսում եւ Դադյանների պալատն է, այսինքն երկու հզոր պետություններ, ռուսական կայսրությունը եւ Օսմանյան կայսրությունը պայմանագիր են ստորագրում հաշտության եւ հաշտության պայմանագրի ստորագրման վայրը ընտրվում է հայ իշխանի, Դադյան իշխանի պալատը։ Իդեպ վրացիները կասեն վրացի, Դադյան։ Դա Տատյան, ինքը արևմտահայերենով դա մի փառահեղ ընտանիք էր Օսմանյան կայսրությունում։ Իդեպ ես պետք է ասեմ, որ նրանց պատկանող կալվածքների ծավալը ընդհանրապես բացարձակ 4 հաղորդման քննարկման թեմա է, ընդամենը այն, որ Դադյանները ունեին հանքեր, մեծ թվով հանքեր Օսմանյան կայսրությունում, հիմնականում Կոստանդնուպոլսից դեպի Նիկոմեդիա ընկած շրջանում։ Օրինակներ են, թե ինչու էին այսինքն եւ մի ուրիշ բան էլ ասեմ, ասենք այս նույն Դադյան ընտանիքի աղջիկը Մարի Դադյանը, Պողոս Նուբարի կինն էր։ Ասենք սրանք կապեր են, որոնց մասին պետք է խոսել, որ սրանք մարդիկ են, որոնց նկարները պետք է ցույց տալ, իրենց կյանքի ու կենսագրության հետագծով պետք է կառուցել այն համակարգը, թե ինչպես են պայքարում, այսինքն ինչպես են պայքարում եւ ինչպես են հաղթանակ տանում մի համակարգի մեջ, որը ամբողջությամբ ուղղված է քո դեմ, որին ներսում ես դու, որը վերահսկում է 100%, որը քեզ վերահսկում է 100%-ով, իսկ այդ մարդիկ ցանկացած միջոցառում կարող է ձեռնարկել քո նկատմամբ, իսկ դու կարողանում ես ցուցաբերել այնքան ճկունություն բոլոր ասպարեզներում, որ մի համակարգ, որը բոլոր հնարավոր միջոցներով աշխատում է քո դեմ, դու այդ համակարգի մեջ ողջ ես մնում, պահանջներ ես առաջ քաշում եւ կարողանում ես ունենալ քեզ համար կարևոր լուծումներ։ Բայց մի հատ հետաքրքիր բան մտքովս անցավ, քո քննարկումից, որ ինչպես մարդն է, 3 ձևով է, մարդը ինքը իրականում ով է, մարդը իրան ինչ է կարծում, թե եւ ուրիշը շրջապատի համար։ Այսինքն մեր հիմնական խնդիրը այսօր մենք ոնց հասկացա, մենք պետք է հասկանանք որպես ազգ, մենք ով ենք, մենք մեզ ինչպես ենք իդենտիֆիկացնում եւ թշնամիները կամ բարեկամները դրսի ուժերը ինչպես են այս թուրքերը մեզ ոնց են պատկերացնում կամ փորձում մեզ նկարագրել։ Այսինքն բարդ խնդիր է, այս 3 կերպարներ, այսինքն 3-ն էլ աղավաղված են։ Հիմա ոնց պետք է համապատասխանեցենք մեկի մեջ ու կարողանանք փորձել այդ ձևի վերել իրականությանը մոտ, իրականությանը մոտ, որ ծուր հայերենի տակավությունը չհայտնվի ազգը ու հիմնա սարսափելին նա է, որ այս երկրորդ Արցախյան պատերազմից հետո հենց այդ առանցքն է շեղվել։
եւ մենք չենք պատկերացնում մենք մեր ով ենք եւ չենք պատկերացնում Թշնամին մեր եւ իրականում ինչ կանք մենք ու սարսափելի մի հատ տենց բան մեզ մոտ բան թշնամու կերպարն էլ է խեղված էդ էլ է խեղված այսինքն նորում կներես այս ուղղակի լրացնեմ 2020 թվականի պատերազմից առաջ եւ հետո թշնամու կերպարը խեղվել է 180 աստիճանով եթե մինչև 20 թվականը մենք ասում էինք իրանք վախկոտ են կփախնեն դե լավ ով են եւ այլն շատ թերագնահատում են գնում օրինակ Նիչեն ընդհակառակը չի ասում որ պետք է դրադաշտում ասում է թշնամու պետք է բարձրացնել մենք ինչ ասում ենք իսկ հիմա ուղղակի Ադրբեջանն ու Ալիևը դարձել են մեր բանը Դամոկլյան սուրը լավ է այսինքն հանկարծ այդ մի նախադասությունը չասեք որովհետեւ բան Ադրբեջանը այստեղ երկու տարբեր բան կա Թուրքիայի Հանրապետություն Ադրբեջանի Հանրապետություն ասենք իրենք երկու տարբեր համակարգներ են ու ճիշտ է վերաբերմունքների առումով իրենք ինչպես են վերաբերվում մեզ այդտեղ կարելի է ընդհանրություններ տանել բայց երկրների թե ձևավորման թե պատմական ուղի անցնելու տեսանկյունից իրանք բացարձակապես երկու տարբեր միավորներ են մենք բոլորս գիտենք այսինքն այն պատկերացումները որը որ ճշգրիտ գիտականորեն ուսումնասիրված ձևով ունենանք երկու առանձին այդ կառույցների մասին եւ միևնույն ժամանակ նրանց միասին համագործակցության մասին, այսինքն բոլորովին պետք չէ նվազեցնել ու նսեմացնել, այսինքն չընկալել Թուրքիայի Հանրապետության կամ Օսմանյան կայսրության պատմական հետագիծ, այսինքն նրանց դիվանագիտական 100-ամյա եւ ավելի դպրոց այդ խորքային պետություն ունենալու գաղափար, այսինքն պետքա ունենալ ստապ ու ճշգրիտ գնահատական դու ինչի դեմ ես կռվում, այսինքն այնտեղ ինչպիսի պետական քաղաքականություն են վարում երկրների առաջնորդները եւ այդ բնականաբար յուրաքանչյուր անձի թե ներքին պատկերացումները, թե կրթության մակարդակը, թե իր հայրենասիրության չափ այդ ամեն չկարևոր գործոն է ղեկավար անձի համար, բայց Թուրքիայի Հանրապետությունը այն քիչ երկրներից մեկն է, որտեղ դա կարող է ունենալ այդպիսի առանձնակի նշանակություն, որովհետև այդ պետությունը ունի իր առանձին ազգային եւ պետական շահը, եւ այդ ազգային ու պետական շահը հետապնդող ու պահպանող բազմաթիվ լուրջ կառույցներ, որոնք այդպես կանգնած են այդ խորքային պետություն, որ այսպես ասում են, կանգնած են այդ բոլոր առաջնորդների հետևում ու այնտեղ չի կարող լինել պետական արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության որևէ շեղում, որը կարող է գալ այդ հարվածի այդ հիմքերին Ինքն հստակ պետք է ու դրա հիման վրա դու պետք է արդեն ձևավորես քո թե արտաքին քաղաքականությունը, թե ներքին քաղաքականությունը, թե քո ընկալումը, թե ամեն ինչ, այսինքն պետք է ստապ գնահատես եւ ստապ մասնագետներով, այսինքն ստապ դպրոց ձևավորես։ Ու դե անուն արդարության պետք է ասել, որ ըստ երկրների Թուրքիան ու Ադրբեջանը արտաքին ասպարեզում իրենք իրար ուժերը փոխարինում են։ Իրանք համատեղ ջանքերով են գործում։ Փայլուն դիվանագիտական իրար հետ համատեղ պլան են մշակում ու անում են։ Իսկ մենք ունենալով սփյուռք, հակառակը եւ ունենալով հզոր եկեղեցական կառույցներ, մենք այսօր այն վիճակում ենք, որ փոխանակ նույն պետականորեն փորձենք մենք մեր ուժերն մեկտեղենք, մենք հակառակը մենք մեր ուժերը ջլատում ենք։ Պետության առաջի քանթիը պետք է լինի թիմը կենտրոնացումը ցանկացած հաղթանակի համար ուժերի կենտրոնացումը պետք անշուշտ։ Մենք հիմա մենք բոլորս է որ նստում ենք ու Թուրքիայում ինչ ուզում է լինի անդիմությունների վերադառնանք մեր խոսակցությանը անդիմություն իշխանություն իրանց համար եթե արտաքին վտանգին է վերաբերվում իրանք մի պետություն են անդիմություն ու բան գոյություն չունի ինքը մի բան է մեր մոտ էսի լրիվ իրարից տարբեր ապրող սփյուռքը տարբեր բանա եկեղեցին տարբեր ձևի մենք մտնում ենք պետական շահը տարբեր թիմերի կողմից կարող է շահի զոհաբերվի անձնական քաղաքական կուսակցական ու գիտեք այստեղ բնականաբար էս ամեն ինչը շատ կարևորելով որ այսպես առանձնացնում ենք լրիվ Թուրքիայի պետական արտաքին դիվանագիտությունը եւ կոչ ենք անում ստաբիլիտակել բոլորովին ասենք դրա կողքին չենք նսեմացնում ինչպես դուք ասում մեր ներուժը այսինքն ինչպես նշեցիք մենք ունենք լուրջ ներուժ ու հիմա մենք ես նորից կարող եմ հենց այդ սփյուռքի ձևավորումը, ասենք երբևէ մտածել եք ցեղասպանությունից հետո հայրս փրվեցին աշխարհով մեկ ու մենք ունեցանք սփյուռք, ուժեղ սփյուռք։ Այսինքն ցեղասպանությունը վերապրած մարդիկ, որբերը ստեղծեցին ուժեղ սփյուռք։
Այսինքն ինչն էր հետաքրքիր, ես շատ եմ մտածում այդ մասին, այսինքն այստեղ մի ուրիշ բան տեղի ունեցավ, վերապրեցին ճնշող մեծամասնությունը ոգով ու մարմնով ուժեղները։ Այսինքն մարդիկ կոփվեցին, մի հսկա մեքենա էր միացել մեզ ոչնչացնելու դեմ։ Հիշողությունն է, մինիմալական վրեժ մի մտածեք, բայց վրեժը Իրաց մոտիվացրել է։ Տեսեք, Կարակը վառա։ իրականում դա գործեց։ Մենք քաղաքակրթություն ենք կորցրել հայոց ցեղասպանության հետևանքով ու դա հանգիստ կարող ենք ասել, մենք լուրջ գենոֆոնդ ենք կորցրել հայոց ցեղասպանության հետևանքով այդ հենց մտավորականների եւ ընդհանրապես ասենք մտավորականը լայն իմաստով են իրանք հավաքել։ Միայն ասենք գրչի մարդկանց կամ գիտությամբ զբաղվող առևտրականներին, այդ տնտեսագետներին, բժիշկներին, այսինքն այդ տնտեսական պոտենցիալը ազգի ձևավորման լրջագույն պոտենցիալն, այսինքն մարդ ով ունի բիզնես ուղեղ, մարդ որ կարողանում է կառուցի նյութական աշխարհ, որի վրա հիմնվում է մնացած բոլոր, այսինքն թիրախում հայտնվեցին նաև այդ բոլոր մարդիկ, ինքն այնտեղ վաղուց էր արդեն սկսվել տնտեսության թրքացումը եւ այդ հիմնականում, այսինքն իրոք գենոֆոնդ մենք կորցրեցինք, բայց քաղաքակրթություն կորցրեցինք, ինչպես ասում եմ, բայց ինչն է հետաքրքիր, հենց այդ ժամանակ, հենց այդ ցեղասպանության օրերին, թե համակենտրոնացման ճամբարներում, թե գաղթի ճանապարհին, ինչ որ մի շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, մարդիկ լուր որոշում կայացրեցին ապրելու ու դիմադրելու։ Դա շատ կարևոր հանգամանք է, չհանձնվելու, այսինքն սպանվելու, այսինքն կտրտվում էին, սպանվում էին, կոտորում են, բայց այդ որոշումը կայացրեցին ապրելու։ Ու շատ հետաքրքիր օրինակներ կան համակենտրոնացման ճամբարներում, երբ որ անապատի համակենտրոնացման ճամբարները, այդ անապատի վրանաքաղաքները, որտեղ Դերզոր, Ռասուլայն, Մեսքենե, որտեղ որ կենտրոնացած էին հայերը, երբ որ նոր խումբ էր գալիս, այն հին խումբը ինքը ապրում է սոված, հիվանդ, վրանների տակ, անձրևների տակ, այսինքն ապրելու ոչ մի պայման չունի, իրան բերել են այդտեղ, որ համ սպանեն, համ մեռնի։ Դիտմամբ տարածվում է սով, տարբեր տեսակի վարակիչ հիվանդություններ, որոնք որ ցեղասպանություն իրագործման մեխանիզմներն են։ Այսինքն այդ պարագայում այդ մարդը, որ այդտեղ բերված է մեռնելու համար, նոր եկողին սկսում է օգնություն։ Այսինքն իրենք սկսում են մտածել, այս մարդիկ նոր են եկել, այս մարդկանց նոր են բերել։ Կանայք շատ հետաքրքիր է կանանց դիմադրությունը, այդ դրա մասին բավականին շատ գրքեր կան, այսինքն մարդիկ կան, մասնագետներ կան, ովքեր որ ուսումնասիրում են, խոսում են, ուրեմն շատ ու շատ կանայք, որոնք իրենց աչքով են տեսել իրենց երեխաների ամենասոսկալի մահը։ Այդ կանայք այդ անապատներում, մնացած բոլոր վայրերում, որտեղ հայ աքսորականները հավաքված էին, ստեղծում էին մանկապարտեզներ եւ պահում էին ուրիշների երեխաներին։ Խմբեր էին կազմում, երկուսը մնում էին երեխաներին էին հսկում, պարտադիր չէր որ դրանք բոլորը իրենց կանայք կային, որ ընդհանրապես կորցրել էին, դա սպանվել էին իրենց երեխաները, պահում էին մյուս երեխաներին, թե որբերին, թե ծնողներ, որպեսզի այն մյուս կնեք գնան աշխատեն ու կարողանան, այսինքն սա մարդկային, ասենք ուժի, կամքի, հայրենասիրության, ազգասիրության, ամենալավ բառերը կարելի է որակել, դիմադրություն է սա։ Հիմա 23 թվին, որ Արցախը հայաթափվեց, իրական ցեղասպանության ենթարկվեց, հազարավոր հայերը որ եկան, էլի Հայաստանի ժողովուրդը շատ կարճ ժամանակ ինքը նույն ձևի մոբիլիզացվել էր, օգնում են ինտեգրում են։ Մի հատ ուրիշ հարց, դա ինչի այդ մթնոլորտը չպահվեց։ Այս 2 տարի, 3 տարի անցել այդ դեպքերից, 3 տարվա, 2.5 տարվա մեջ լրիվ ուրիշ հասարակություն, որ այսինքն կարող են մարդուն Արցախում վիրավորել եւ անվանել հախածներ, ինչ ասեմ, դավաճաններ կամ ավելի կեղտոտ բառեր կան համացանցում, ավելի ցածր մակարդակի մարդկանց, բայց այդ ոնց եղավ, որ այս հասարակությունը այդ մարդկանց բերանը չփակեց, իսի մտքեր հայրահայտանքներ։ Ոնց նույն հասարակությունը, որը որ ամբողջ 30 տարին որպես մի ազգ էր ապրում, 2.5 տարվա մեջ ինքը լրիվ ուրիշ Արցախում։ Ես դեռ կասեի 2.5 տարի չի, ինձ թվում է ուղղակի մեր հասարակությունը շատ խայտաբղետ է, նույն հասարակության մեջ կան եւ այն տեսակները եւ այս տեսակները, ոնց անի նշում են ցեղասպանության ժամանակ դա շատ վատ կհնչի ինքը, բայց ոնց որ ֆիլտրացիա ինչ որ որոշակի տեր ունեցա, որ դասում ես այդ հոգով եւ մարմնով ուժեղները մնաց։
Այստեղ ուրիշ, հա, կարող այստեղ ուրիշ կոնտեքստում էր, այսինքն սա այսպես էր, որ այսինքն սփյուռքը ձևավորվեց, այդ ուժեղ սփյուռքը այդ ուժեղ մարդկանց արդյունքն էր։ Իրանք այդքան ուժ ունեցան վերապրելու բոլոր առումներով, ուժ ունեցան վերապրելու։ Այստեղ մի հետ, ուրեմն կրթություն, քարոզչություն, այս ամեն ինչը դրա հետևանքն է։ Եվ այդ համակենտրոնացման ճամբարներում դիմադրություն, դեպ դա անուն ունի մարդասիրական դիմադրություն։ Դա էլ Օսմանյան կայսրության հայերի կրթության հետևանքն է։ Իսկ Օսմանյան կայսրության հայերի կրթության փառահեղ պատմություն մենք ունենք։ Առանձին եթե անդրադառնանք բոլոր դպրոցներին, գավառում, մայրաքաղաքում, գյուղերում, ինքն չկար միտեղ, որտեղ չէր կազմակերպված կրթության գործը։ Ինք այն թափը, որը գավառական քաղաք էր Օսմանյան կայսրության ծայրում Հալեպի նահանգում, հայերը 1912 թվականին համալսարան են հիմնել, որը հետո դարձավ սա կաթողիկոսի կոնդակով Կիլիկիո ճեմարանը, եւ այդ համալսարանը հիմնելու համար 1906 թվականին համայնքը, որը մինչև այդ արդեն հզոր կրթական համակարգ էր ձևավորել, իր համակարգից ընտրում էր լավագույն ուսանողներին եւ համայնքի հաշվին ուղարկում էր համաշխարհային լավագույն բուհերը կրթություն ստանալու, ինքն հայ երիտասարդները այն թափից գնացին կրթություն ստացան Հարվարդում եւ Ելում, հետ վերադարձան ու այնպիսի մի կրթական համակարգ ստեղծեցին, այսինքն բարձրագույն կրթության, միջնակարգ կրթության համակարգը արդեն ստեղծված էր։ Այսինքն ու այդ ինչի հիմա այդ ամենը։ Որովհետեւ այդ տղաներից մեկը հենց պրոֆեսոր Չամիչյանը հայ ցեղասպանության հետևանքով ստովամահ եղավ, հիվանդությունից մեռավ։ Հիմա պետք է անել։ Հիմա ինչի՞ չի արվում այդ նույնը։ 2 տարի անց էլ որևէ մի հատ հոդված դու վերջերս կարդացել ես Արցախից տեղահանվածների, ինչ որ մի հատ գիտական հոդված, թե ինչ է կատարվել, ոնց է կատարվել, որևէ մի բան, այսինքն նյութ կամ նույն սփյուռքի մեջ ինչ որ արձագանք կտվել, կամ վերջին անգամ երբ ես հանդիպել մամուլում բաների այդ ռազմագերիների, մեր հայ ռազմագերիների մասին։ Մի հատ ասա այդ ոնց անում եք, նույն բանը, նույն մասանա, նույն բնակչությունն է, ոնց անում 2.5 տարվա մեջ ինքը դառնում է լրիվ ուրիշ բան։ Դու ոնց էդի բացա։ Հիմա քաղաքական տեխնոլոգիաներ են, դա ինքա յետություն չի կամ ցեղասպանագետը։ Եթե նույն ձևի այն ժամանակը չէ, նույն տեխնոլոգիաներն են, թե ինտերնետն է, թե մարդավելի բանա դարձել, անտարբերադարձել իր, թե իր ազգային պատկանելությունը իր համար այդքան կարևոր չի։ Խորքային կրթության բացակայությունը, երբ որ շատ կարճ ժամանակում, թե 2.5 տարում, մի տարում, կես տարում մարդու վրա մեծ թվով մարդկանց վրա հնարավորություն է ստեղծվում ազդելու ցանկացած գաղափարով, հիմքերը թույլ են։ Այդքան մեղադրել որևէ իշխանության, որովհետև իրանք էլ կասեն, եթե ես կարացել եմ մի տարում այս ազգին sense դարձնել։ Այս հարցերը բավականին դիճելի են, ասենք այդպես, ասենք անընդհատ կարելի է մեկից մյուսը բխեցնել, հա, ասենք, բայց այդտեղ ամենակարևորը այնա, որ հա պետք է ընդունենք, որ կրթության հիմքերը լրջագույնս թուլացած են։ Ու եթե թուլանում են կրթության հիմքերը, բնական է հնարավոր հող է ստեղծվում ամեն տեսակի ազդեցության համար։ Այստեղ իրոք պետք է լրջագույն ուշադրություն դարձնել կրթությանն ու դպրոցին ու հնարավորինս բարձրացնել ու ուժեղացնել։ Օսմանյան կայսրությունում հայերի հիմնական հաջողությունը թե տնտեսության, թե կրթության բնագավառում եկավ այդտեղից, երբ որ մի խումբ ազգայիններ բոլոր նահանգներում հենց այն բոլոր վայրերում, որտեղ ապրում էին հայեր, լուրջ որոշում կայացրեցին ստեղծել կրթական ազգային համակարգ։ Հաջողեցին։ Ավելի լավ նոտայով բան ունենք, մտածենք, որ այս հաջորդ ուսումնական տարին գնանք մի հատ շրջան, ենք կրթել, բայց կարող հետո դատեն։ Հեռացնեն եւ հնարավոր չի։ Ես դες նորից մտքում չենցավ այն։ Ու նաև պատասխանելով քո հարցին, թե ինչու սենց եղավ։ Գուցե որովհետև այն ժամանակ մենք չունեինք պետություն ու դա բոլորի համար բաներ է, երազանք է, նպատակ էր։ Մարդիկ իրան այդ պատասխանատվությունը վերցնում։ Հա, ու այսինքն այդ մարդկանց այդ խումբը հավաքում ենք, ասեմ, եթե պետություն չկա, դրա ալտերնատիվան պետք է լինի ուժեղ կրթական համակարգ։ Այսօր մենք եկե, հա, ու մնացած ատրիբուտները։ Այսօր մենք պետություն եւ դրանից բխող մնացած ատրիբուտները ընդունում ենք որպես
Հենց տենց էլ պետք է լինի, էլի, само собой разумеешь, հա, by default ենք մենք ընդունում ու արդեն չես գնահատում։ Կամ էլ մենք մեր պատասխանատվությունը մեր անձնական պատասխանատվությունը մենք Պետության վրա, ասում ենք ինքը պետք է անի, ես ինչ եմ, ես մի հոգին մեր մասնաբաժինը չենք անում, բայց ամեն դեպքում ես շնորհակալ եմ այդ անին, որ ինքը էլի հավատում է մեզ, էլի էսել է քրթական որոշ, մեզ էլ է կրթում, էսել է քրթական որոշակի process, ես հույս ունեմ, որ բանը էլի կհանդիպենք, մենք այսօր լրիվ ուրիշ թեմա ենք քննարկելու, նույն ցեղասպանությունը կապված, բայց ինստումենտի ավելի կարևոր, որովհետև մենք հիմա պայքարի ոգին է, որ այս քրթական մակարդակի բարձրացումը, եւ թե որտեղից եկան ու լրիվ ուրիշ տեղ ենք որոշել, որովհետև մինչև ապրիլ 24-ի տարելիցի առիթը մենք փորձելու ենք մի հատ այդպես ցեղասպանության նվիրված, այդպեսի ցեղասպանության չնվիրեց, այս հակառակ այսի, որ հիմա վաղը մենք ոնց ենք կարողանալու քյունիկի պես որ ոնց ենք զոհվում եւ նորից կրակի արդյոք մենք հանձնենք ասենք որ մեր դիմաց երկու ահռելի պետություններ են կանգնած ահռելի ասելով մեր Թուրքիանը երկրորդն էլ Իսրայելի հետ միացած Ադրբեջանը ու հիմա մենք ոնց պետք է դիմակայենք այդ ամեն ինչին ու փորձենք որ թե հանձնենք ասենք որ մենք մեզնից ոչ մի բան կախված չի թե ինչ որ բան կարող ենք անել օրինակների վրա ու մեկ էլ էս էլ ասեմ որ ասի Արամ Մանուկյան իմ Արամ Մանուկյանի մասին ես շատ կուզեմ որ դա ես մի քանի անգամ գրել եմ այդ մասին որ ամենամեծ տպավորությունը նա էր որ երեխա ժամանակով գնացի Սարդարապետի թանգարան տեսա Արամ Մանուկյանի շորերը ու դա իմ մանուկ հասակի այդ բանի հոգեբանության վրա կարկատաններով շորեր լինելով պետական պաշտոնյա մարդը դեռ տարիները երբեք իր ժուշկալությամբ ու միշտ համատում ես այսօրվա եւ երեկվա էլ ասեմ բաների վրա եթե պետական պաշտոնյան նույնը եթե վերցնենք առաջ հանրապետություն նույն Քաջազնոնին նույն Սիմոն Բրայցյանը իրենց ապրած կյանքը իրանք ինքնազոհություն եթե վերցնես այսօրվա իշխանավորների ճոխությունը այդ շոկը ինքը լրիվ ուրիշ ձևի ազգի հոգեբանության վրա ազդում Դրանից էլ գալիս անկալու արբետության մասին, որ մարդը նույն սպյուրքում մարդը եթե տեսնում ասում է թե ինքը կարա հազարավոր դոլարներ տա կոստյում առնի, պետական ժամացույց կամ կոշիկ կամ ինքը համերգներ կազմակերպի Snoop Dogg-ի ինքը ու դա են երկրում որտեղ ասենք թոշակը չգիտեմ 36000 դրամից դա ինքը արդեն իր պատասխանատվության մասը չի տեսնում, չի զգում ասում, եթե այդ կյանքով են ապրում այս մարդիկ ես որպես այ ինչ անեմ ինչով կարամ օգտակար լինեմ դժվար է բան անել իհարկե իսկ Արամ Մանուկյանը դիֆով էր վարակվել այդպես էլ մահացավ իր դեղերից էր հրաժարվում ու տալիս էր հայ որբերին այսինքն դա ոչ միայն այսինքն քաղաքական գործի մեծ կերպար էր այլ մեծ մարդասեր էր մարդու կերպար էր ինչը որ իսկապես մեզ շատ պակասում այո մեզ պետք է այո մեզ պետք է պետական մտածողությամբ ինքնազոհողության պատրաստ քաղաքական գործիչներ այո Արամ Մանուկյանն էր Շնորհակալություն Անի ջան ես նույնպես շատ շնորհակալ եմ հրաշալի եթեր էր ինձ թվում է բոլորն էլ կհամաձայնվեն մեզ հետ ու հա դե այսպես ասած մենք դուրը կիսաբաց ենք թողում երբեք չգիտենք թե հաջորդ անգամ մենք Այսինքն երկը հանդիպենք ու ինչից խոսենք այդ ոդկասթերի բանն էֆեկտը դառնում որ մենք գիտենք ուրա տանում նախապես չենք պայմանավորում մի քանի գիտենք ասում ու լրիվ ուրիշ տեղ ենք հայտնում Շնորհակալություն Անի ջան Շնորհակալություն հաջողություն